Սիրելիներս, եկենք հասկանանք ամեն ինչի էությունը։ Հրեական ռաբիները ունեն գրված իրենց թալմուդները տարբեր դարաշրջաններում եւ իհարկե բաբելոնյան թալմուդից բացի մյուս բաբելոնյան թալմուդը դա պատմությունն է իրենց Բաբելոնից դուրս գալու եւ այլն եւ Պիոս 5-րդ պապա արտոնեց անգամ դա տպագրելու հրատարակելու բայց կան եւ ուրիշ թալմուդներ գրված տարբեր ռաբիների կողմից որը քրիստոնեական աշխարհը մեծ զարմանքով է ընդունում եւ ատելությամբ բայց մենք դա պետք է հասկանանք որովհետեւ իրենք ունեն իրենց գրքերը սինագոգի ամեն ինչ գրանցված եւ գրանցված է որ Հովսեփը եւ Մարիամը նշանվել են Սողոմոնի տաճարում եւ նշանվել է իրենց սովորությամբ 1 տարի միասին ապրել է ճգնավորական կյանքով բայց պարզվեց որ Մարիամը հղի է եւ այնտեղ գրանցվել է որ միջև պսակը փաստորեն այդ երեխան ծնվեց եւ անուններ են կպցնում արդեն դուք գիտեք եւ այստեղ արդեն պետք է միստիկ ներշնչանք որպեսզի այս մարդիկ հասկանան ինչ է հոգով սուրբ հոգով ծնվել մանավանդ որ Դավթի սաղմոսների մեջ եւ Եսային գրում են այդ մասին չես հասկանում ինչ իրենք դա չեն կապում բայց իհարկե կապողներ կան հիմա նույն կերպ այդ որոշակի թալմուդների մեջ գրված է որ հայերը ամաղեկներ են ինչ է դա նշանակում Սիրելիներս, սա կապվում է արդեն Հակոբի եւ Եսավի պատմության հետ, Ծննդոց 25 կարծեմ, որտեղ ըստ իրենց սովորության ընդհանրապես ընտանիքի ավագ որդին է ժառանգում, ժառանգությունը հոր, շարունակում այդ գիծը նաեւ հոգեվոր իմաստով Եվ ինչպես տեսակ նենգաբար իհարկե Հակոբը եւ Եսավը դրանք երկվորյակ էին բայց դեռ մոր արգանդից Ռեբեկայի իրենք սկսեցին կռվել իրար հետ Եսային առաջինը դուրս եկավ Եսավը դուրս եկավ իշուն եւ ապա Հակոբը բայց Հակոբը սիրված էր Հակոբը գեղեցիկ էր ես չգիտեմ այնտեղ խորհուրդներ կան, բայց նենգաբար եւ ինչպես թե անարդարացիորեն Հակոբը իր մոր հետ կազմակերպեց, խաբեց իրենց հորը եւ վերցրեց փաստորեն առաջնակի արտոնությունը Հակոբը խաբեությամբ վերցրեց առաջնակի արտոնությունը Եվ Եսավը եւ Եսավի սերունդները դա երբեք չմոռացան։ Ամաղեկները գալիս են Եսավի սերունդներից, որոնք երբեք դա չմոռացան։ Եվ այնտեղ կա բարոյականության խեղաթյուրում ամաղեկների մոտ եւ դուք կտեսնեք, որ Ծննդոց գրքի մեջ մշտապես ասվում է որ Աստված պատվիրում է բոլորին, սկսած Հեսունավեից մինչև Դավիթ Սաղմոս, որ ամաղեկներին վերացնեն բոլորին։ Այսինքն ամաղեկները դրանք ինչպես թե շնորհքից զրկված մարդիկ են։ Եվ հատկապես ինչն է բարկացնում Աստծուն ամաղեկների մեջ 40 տարի երբ որ Հուդայի ցեղը, Իսրայելի ցեղը, եբրայացիները պատտվում էին Եգիպտոսյան ուրեմն անապատներում, արաբական անապատներում, որպեսզի վերադառնան ավետյացող խոստացված երկիրը։ Այդ ամաղեկները դարանակալում, թիրախակալում էին մշտապես, դրանից հետո նույնպես թիրախավորում էին արդար մարդկանց մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց պաշտպանեն, անօգնական մարդկանց, կտեսնեն ծեր մարդ ետ է մնացել,
կհասնեն եւ կդանակահարեն, ահա կգողանան երեխան եւ կսպանեն երեխային, այսինքն նրանք ոչ թե զենքի դեմ գրվում էին, ինչ որ մի առիթի համար, ինչ որ մի նպատակի համար, նրանք պարզապես հագուրդ էին ստանում անօգնական մարդկանց սպանելով, դա է ամաղեքների ամենամեծ մեղքը, որը ատելի էր Աստծուն, եւ ահա, եւ դա գալիս էր սերնդային, ինչպես թե դաստիարակությունից, եւ դա չէր վերանում, եւ ահա Աստված որոշեց ոչնչացնել այդ ցեղը։ Հիմա ինչը որոշակի թալմուդներում հայերի մասին ասում են, որ մենք ամաղեքներից են գալիս, ասեն, որ մենք ոչ մի կապ չունենք ամաղեքների հետ, մեր DNA-ը, օրինակ իմ DNA-ը ցույց է տալիս արմեններ եւ ցույց է տալիս բաբելոնցիներ, որն է հայկը, այսինքն մենք տեղացի սեմական նոյ սեմ որդուց ժողովուրդ ենք, նայրի, հայասա, արմեն եւ հետո բաբելոնյան ուրեմն երրորդ որդուց հաբետական հայկը, որը բաբելոնցի էր, կարծեմ աքադեցի, ահա նա եկավ Հայաստան, ընտրեց Հայաստանը, որովհետև Հայաստանը մեկ աստվածություն էին պաշտում, միայն դրա պատճառով։ Եվ նա շատ մեծ ներդրում արեց, որովհետև տարբեր ցեղեր էին ապրում հայոց լեռնաշխարհներում, նա միավորեց բոլորին եւ դրանից հետո սկսվեց։ Եվ իհարկե միավորման այդ ընթացքում Ուրարտու այդպիսի բան չկա, դա Արարատյան թագավորությունն է, եւ հիմնականում ինչպես թե պարսիկների մեջ առաջացավ հայկական ցեղ, որը կոչվում էին պարթևներ, դրանք հայկական ցեղ էին, որոնք գալիս էին նաեւ թագավորական պարսկական այս ճյուղերից խառնված, ինչպես թե եւ ահա մեր թագավորական սերունդը գալիս է պարթևներից, ինչպես նաև Գրիգոր Լուսավորչի քահանայական սերունդն է գալիս պարթևներից, որի մասին նաև հիշատակում է Ներսես Շնորհալին։ Ուրեմն ինչպես եղավ, որ այս որոշակի ռաբիներ, որոնք համարվում են իրենց մարգարեները, հայերին վերագրում են ամաղեք լինել։ Սիրելիներ, հային դավաճանում է, դա իրենք չեն ասում, կարող է հրյաներն են դա գրանցել, կարող է դա Թումանյանը չի գրանցում, Դերնիկ Դեմիրճյանը չի գրանցում, գնանք հեռու արդեն արմատները, Սուրբ Մովսես Խորենացին չի գրանցում, հայի դեմ է, թուրքը չէ, նորից թուրքը, ադրբեջանցիը, թե ինչ է, նրանք ունեն իրենց հավաքական բարոյականությունը, եւ ահա հայ պարագայում այդպես չէ, հային նախանձում է, միշտ այդպես է եղել, հայից խլում է, հայից Հակոբ ու Եսավ է, հային Հակոբ ու Եսավ է կամ Աբել ու Կայեն է, չեք կարող սա ժխտել, դա փաստ է, եւ ահա այդ փաստը արձանագրել են այդ ռաբիները, ուրիշ ոչինչ։ Եվ ես չգիտեմ ինչպես քրիստոնեության հոգին բացարձակ չէ հայության մեջ։ Եվ ահա մշտապես այդ հիմա միաֆիզիկների այս խեղված քրիստոնեություն, հետո ահա եկան արաբ, թուրք եւ այլն կիսամուսուլմանականացված, մահմեդականացված, կիսակռապաշտացված եկեղեցի, տարբեր էթնիկ զորություններով պահված, եւ այսպես փաստորեն քրիստոնեությունը, մաքուր քրիստոնեությունը, այնպես ինչպես զորեցնում են մեր սրբերը, երբեք հավաքական կրոն չի եղել հայերի համար։ Ինչու՞, որովհետեւ այդ բարոյական նեղացությունը Եսավի այնտեղ է։ Ինչպես է պատահել, ես չեմ կարող ասել, որտեղից է այս դրախտի օծը հայտնվել հայոց մեջ, ես չեմ կարող ասել, պետք է հասկանալ դա ինչից է, ինչպես պատահեց դա։ Ահա մանկավարայրը ասում եք, պարսիկներ եկան, այս պարսիկները չէին դրանք հայոց նախարարներ են, դա քաղաքացիական պատերազմ էր, այն հայոց նախարարները, որոնք
կաշառված էին եւ համագործակցում էին պարսիկների հետ, զրադաշտական կրակապաշտներ էին եւ ահա քրիստոնեության դարձած այդ նախարարները կրապաշտ նախարարները պարսիկների օգնությամբ հարձակվեցին քրիստոնեական նախարարների վրա, որը իհարկե ժամանակի ընթացքում պարսիկները ետ նահանջեցին, հրաժարվեցին ոչնչացնել հայ քրիստոնեությունը, բայց ահա դարերի ընթացքում ես ինչքան ես հասկանում եմ անգամ թուրքերի կամ պարսիկ տիրապետությունների ժամանակ Շահ Աբբասի օրինակ ջարդեր չեն եղել, արտոնություններ են ունեցել հայերը, ինչու՞, որովհետև հայերը մտավորական մարդիկ են եւ ապրելով անգամ իրենց տիրապետության տակ նրանք ազատ են եղել, ինչպես այդ սուլթանը 15 թվականին երբ որ նրան ձերբակալեցին երեք թուրքերը եւ սկսեցին հայի կոտորածները ինչ էր անուն դրա կարծեմ ինքը հայտարարեց որ հայերին սպանելով դուք թափեցիք Թուրքիայի որոտիքը բացեցիք որովայնը Թուրքիայի եւ սպանեցիք Թուրքիան հայերին ոչնչացնելով Այսպիսի հարցեր կան սիրելիներս եւ հիմա ինչքան ես հասկանում այդ եսավը ծպտված է կուսակցական դիմակների տակ հիմա երբ որ խոսում ենք դաշնակներից օրինակ ես իմ երեխան իրենց դպրոցն էր հաճախում 10 տարի դա ինչ հոգեբանություն է դա ընդհանուր հայկական մտածողություն սկզբունք ու շահ է թե մասնավոր մարդկանց նույնը բոլշևիկները կամ մյուսները Այս մասին պետք է մտածել։ Ինչու ընդհանուր շահ չունի հայը, որը հրաների պարագան չէ, հրաների համար իրենց փողը ընդհանուր է, իրենց համակրանքը, իրենց մեծերի նկատմամբ խոնարհումը ընդհանուր է, իրենց բարոյականությունը 10 պատվիրանները պահելու ընդհանուր է։ Միայն այդպիսի ժողովուրդը, երբ որ ունի հավաքական բոլորի համար, միայն այդպիսի ժողովուրդն է դառնում պետություն։ Եվ ահա մենք չկարողացանք ստեղծել պետություն հենց այդ պատճառով, որովհետև ամաղեք չենք, բայց ամաղեքի սինդրոմը մեր մեջ է։ Ինչպես դա պատահեց այդ նախանձը, այդ չկամությունը, այդ ագահությունը, այդ նյութասիրությունը, որը ստիպում է հայ մարդուն դառնալ եւ դավաճան, եւ անգամ մարդասպան։ Ինչպես է դա պատահում։ Սրա համար անհրաժեշտ են ինստիտուտներ, որպեսզի քննարկեն, հասկանան, դա է ճանապարհը։ Միացյալ Նահանգներում այնքան ինստիտուտներ կան, որ ուսումնասիրում են մասաների հոգեբանությունը եւ դա է որ իրենք գալիս են ընդհանուր հայտարարի եւ հասկանում որտեղ է սխալը, ինչը պետք է ուղղել եւ ինչպես պետք է ուղղել։ Սա է համար առաջին գործը, որ մեր առջև դրված է։